Բարև ձեզ, ես Դավիթ Ստեփանյանն եմ, եթերում մանրամասներն են։ Այսօր մեր հյուրն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Պարոն Պետրոսյան, հասկանալի է, որ խաղաղությունը խաղաղություն, ճանապարհը դեպի խաղաղություն, դա ճանապարհը դեպի խաղաղություն, մենք բոլորս հույս ունենք, որ այդ ճանապարհը կլինի հեռանկարային, բայց մենք նաև հասկանում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առնվազն մրցակցությունը կա, եղել է, կա եւ լինելու է։ Եվ ես կարդացի ձեր էջում շատ կարևոր, շատ հետաքրքիր մի նկատառում, դուք կիսվեցիք ձեր նկատառումներով կախված արհեստական բանականության ոլորտում Հայաստան-ԱՄՆ եւ արդեն իսկ Ադրբեջան-Իսրայել նշмарվող համագործակցությանը։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը փորձում է բոլոր ուղիներով առնվազն Հայաստանից հետ չմնալ, ու հասկանալի է, որ կան ուղղություններ, որոնց որտեղ այս պահին բալանսը խաթարված է ոչ մեր օգտին եւ օրինակ արհեստական բանականությունն այն ոլորտն է, որտեղ մենք ունենք եւ IT-ին սեկտորում մենք ունենք այնպիսի ձեռքբերումներ, որոնք դեռ Ադրբեջանում չկան։ Եվ շատ հետաքրքրական է ձեր այս գրած տեղեկատվությունը, իդեպ ես էլ եմ սա կարդացել, որ Իսրայելը հերթական անգամ ձեռք է մեկնել Ադրբեջանին եւ համատեղ նախագծեր են սկսում իրականացնել։ Կբացեք մի փոքր փակագծեր։ Շնորհակալ եմ, սկսենք Ադրբեջանի քաղաքականությունից, որտեղ սա շատ կարևոր է։ Եվ այս խաղաղությունն էլ, խաղաղության գործընթացը նաև Ադրբեջանին անհրաժեշտ է նրա համար, որպեսզի այսպես կոչված հետ կոնֆլիկտային տարածաշրջանում ներկայանալով կամ դիրքավորվելով որպես տարածաշրջանային գերտերություն, որտեղ առնվազն հարավային Կովկասի մակարդակով ինքը ձգտում է դառնալ առաջատար տերություն, իսկ շատ ավելի հեռանկարային, առնվազն միջնաժամկետ հեռանկարում ձգտում է, այսպես ասենք, միջին տերության կարգավիճակի։ Սա դրված է Ադրբեջանում ռազմավարական որպես ծրագիր առաջիկա տարիների համար։ Այսինքն Ադրբեջանի բոլոր դեսպաններին, Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ներկայացնող բոլոր պաշտոնյաներին, ադրբեջանական բոլոր լոբբիստներին հանձնարարված է մշակելու եւ իրականացնելու քաղաքականություն, որը միտված է լինելու Ադրբեջանը դիրքավորել որպես միջին տերություն, առնվազն հարավային Կովկաս, գուցե նաեւ միջին կենտրոնական Ասիա այս տարածաշրջանների համատեքստում։ Սա հստակ ֆիքսենք գոնե ադրբեջանական մամուլին հետևելով որոշ տեղեկատվության նաև այսպես ասեմ, փորձագիտական մակարդակում փոխանակումների արդյունքում ես հանգել եմ նման եզրակացության եւ Ադրբեջանի քաղաքականությունն էլ դրան է միտված։ Այսինքն կոնֆլիկտային տարածաշրջանում Ադրբեջանը չէր կարող դրան ձգտել։ Ինչու չէր կարող ձգտել։ Կոնֆլիկտային տարածաշրջանը առաջին հերթին հետաքրքիր չէ տնտեսական ուրեմն կամ ասենք ռազմավարական բնույթի մեգա նախագծերի համար։ Իսկ որպեսզի Ադրբեջանը ձգտի եւ հասնի իր դրած այդ ուրեմն նպատակներին, նշաձողերին, պետք է նաեւ ֆինանսական, տնտեսական ռեսուրսներ, բացի ենթակառուցվածքայինը, որոնք Ադրբեջանին կնպաստեն, կաջակցեն, որպեսզի Ալիևը հասնի իր այդ նպատակներին։ Եվ թերևս խաղաղությունը նաեւ սրա համար է կարևոր Ադրբեջանի համար, որտեղ այդ դիսկուրսը մեզ մոտ եւ շատ բնական է դիսկուրսը մեզ մոտ շարունակվելու է, լինելու է արդյոք Ադրբեջանը անկեղծ է խաղաղության հարցում թե ոչ եւ այլն, գոնե Ադրբեջանի ռազմավարական ծրագրերը գնահատելով դա օբյեկտիվ անհրաժեշտություն է, խաղաղությունը Ադրբեջանի համար օբյեկտիվ անհրաժեշտություն է եւ անվտանգային առումով, օրինակ նույն Ռուսաստանից հնարավոր անվտանգային մարտահրավերները հնարավորինս կառավարելու եւ ինչպես արդեն նշեցի, այդ ռազմավարական պլաններն իրականացնելու համար։ Հիմա եթե գանք արդեն նեղ ոլորտին, արհեստական բանականության ոլորտին, որ այսպես շատ խորանանք բազմաթիվ այլ ոլորտներ են լինելու, թե Հայաստանի, թե Վրաստանի նաեւ,
ուրեմն կողմից, որոնք ասենք կամ տնօրինման, որոնք թույլ են տալիս այս երկրներից քիչ շատ ավելի մեծ առավելություններ ունենալ, քան Ադրբեջանը, բայց արհեստական բանականության ոլորտ, ընդ որում երբ որ այսպես ասեմ օգոստոսի 8-ի հռչակագրերը արդեն իրենք հրապարակվեցին, ինձ համար ամենակարևորը հենց այս ուղղությունն էր։ Թրիպից է կարևոր էներգետիկ ոլորտում, որովհետև սա ապագա է, սա վաղվա աշխարհում Հայաստանի համար դիրքավորման ամենակարևոր հնարավորությունն է։ Սա մի ոլորտ է, որը սահմաններ չի ճանաչում։ Թրիպը ենթադրենք հստակ սահմաններ ունի, թրիպը պարզ է, չափելի, ենթակառուցվածքային նախագիծ է, բայց ասենք նույն միջուկային էներգիայի ոլորտը ինքը որոշակելի աշխարհագրական սահմաններում, ասենք ենթադրենք Հայաստան էներգետիկ առումով դառնում է տարածաշրջանում կարևոր պետություն, որը կարողանում է նաև իր հարևանությամբ էլեկտրաէներգիա արտանել, ինչը հիմա կա եւ հեռանկարում կարող է նաև մեծանալ։ Եվ այդ ոլորտը ինքը որոշակի սահմաններ ունի։ Լավ, առաջինը հարևան երկրներ։ Հիմա Իրանին տալիս ենք, Վրաստանի հետ կա պայմանավորություն, գուցե երբ որ հարաբերությունները կարգավորեն, Թուրքիան էլ կարողանանք այդ էլեկտրաէներգիան փոխանցել, Ադրբեջանին եւս կարողանանք, բայց էլի տեսեք ինչ որ սահմանափակ, ինչ որ աշխարհագրական սահմաններ կա։ Արհեստական բանականությունը այն ոլորտն է, որը սահմաններ չի ճանաչում։ Մենք այսօր մեր ենթակառուցվածքները ստեղծելով, մեր ներուժը ճիշտ օգտագործելով կարող ենք հասնել, ենթադրենք, հյուսիսային Ամերիկայից մինչև Ավստրալիա։ Այդ հնարավորությունները մենք ունենք եւ հատկապես Միացյալ Նահանգների հետ, այսինքն այս ոլորտում ուրեմն թիվ 1 գերտերության հետ մենք ունենք համագործակցության հուշագիր եւ ունենք նաեւ իհարկե արդեն դրա պտուղները NVIDIA-ի ուրեմն այդ պրոյեկտը հաշվի առնելով նախագիծը, իսկ բնականաբար արդեն հետագայի համար էլ ես կանխատեսում որ հայկական կողմի նախաձեռնողականությամբ պայմանավորված վստահաբար այս ոլորտ ունի մեծ հեռանկար։ Եվ սա բնականաբար հասկանում են, շատ լավ հասկանում են, գիտակցում են նաև Ադրբեջան, որ սա է ապագային միտված եւ ռազմավարական առումով նաև թե տնտեսական, թե ուրեմն այսպես ասենք ռազմավարական տեսանկյունից ամենակարևոր ոլորտը, որը եթե Հայաստանը կարողացավ այստեղ ապահովել տարածաշրջանային թիվ 1 պետության դերակատարի ուրեմն հնարավորությունը, ապա սա առնվազն Ադրբեջանին հետ է թողնելու այդ իր ռազմավարական պլանավորը։ Եվ սա է պատճառը, որ իրենք գտել են ճանապարհ, այսինքն այնտեղ որտեղ իրենք տեխնոլոգիական առումով խնդիրներ են տեսնում, ունեն շատ հարմար գործընկեր, դա Իսրայելն է։ Եթե հետ են գնում ենթադրենք 2000-ականների առաջին տասնամյակի վերջ, երբ որ սկզբնավորում էր արդեն ռազմական ոլորտում համագործակցություն, այստեղ է չէ իրենք ունեն խնդիրներ։ Գոնե մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական գործընկերություն, ունենք նաև Ռուսաստանից, ասենք, չնայած իրենք էլ ունեն, բայց Ռուսաստանից ավելի հարմար պայմաններով զենք գնելու հնարավորություն, իրենք որոշակի առումով այս մակարդակում որոշակի խնդիրներ ունեն, բայց իրենք գտան ճիշտ ճանապարհը եւ տեխնոլոգիական առումով իրենք առաջընթաց արձանագրեցին Իսրայելի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության արդյունքում։ Հիմա Իսրայելը մեր տարածաշրջանում, Իսրայել արաբական մեծ մերձարարելքում նկատի ունեմ, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Կատար, հա, այս երկրներն են, որոնք արհեստական բանականության ոլորտում ըստ էության շատ մեծ մրցակցություն, որոնք Թուրքիան եւս այս հարցում, բայց հատկապես Իսրայելը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք այս ոլորտում շատ մեծ մրցակցության մեջ են։ Այնպես որ Ադրբեջանի Իսրայելի միջև այս համագործակցությունը ինքը չափազանց կարևոր եւ մեծ հնարավորություն է տալիս Ադրբեջանին Իսրայելի հնարավորությունները օգտագործելով այդ ուղղությամբ գոնե փորձել մրցակցել կամ այդ հավասարակշռությունը պահպանել Հայաստանի հետ մրցակցության համատեքստով։ Այստեղ իհարկե տակը աշխարհական բաղադրիչ էլ կա, կարող ենք այդ մասին իհարկե խոսել,
Ինչու, որովհետև տեսեք այնուամենայնիվ Իսրայելի հետ նաև այս ոլորտում համագործակցությունը ինքը մեծացնում է Իսրայելի ներկայությունը մեր տարածաշրջանում։ Իսրայելի դերակատարումը մեր տարածաշրջանում։ Իսկ Իսրայելի դերակատարումը մեր տարածաշրջանում ընդհանրապես ավելի մեծ էլի մեր ցարարքում։ Այս պահին ում շահերին է հակասում, առաջինը Իրանի, երկրորդը տեսնում ենք նաև Թուրքիայի։ Եվ ինչու ոչ նաև որոշակի մակարդակում Ռուսաստանի, որտեղ Իսրայելը գալիս է մի տարածաշրջան եւ իհարկե Իսրայել Միացյալ Նահանգների դաշինքը հաշվի առնելով նաև բնականաբար Միացյալ Նահանգները ունենում է նաև այս ոլորտում ավելի մեծ հնարավորություններ մեր տարածաշրջանում Հայաստանից բացի նաև Ադրբեջան արդեն Իսրայելի միջոցով եւ այստեղ բնականաբար որոշակի հետաքրքիր այսպես մեծ process-ներ են սպասվում Իսրայելի նման դերակատարման մասով առնվազն Թուրքիայի եւ Իրանի արձագանքները հաշվի առնելով եւ ընդհանրապես դրանց հետեւելու առումով։ Պարոն Պետրոսյան, որքանով ես գիտեմ, Իսրայելը այսպես խոշոր կորպորացիաներ այդ ոլորտում չունի արհեստական բանականությամբ եւ IT սեկտորում ընդհանրապես ինչ-որ փոքր ընկերություններ են հիմնականում ստարտափի մակարդակներով, ու ես թեմայի մեջ այդքան չկամ, բայց ես մի փոքր փորձել եմ ուսումնասիրել։ Այս առումով ինչ կարող է Իսրայելը առաջարկել Ադրբեջանին բացի ստարտափներից։ Նայեք, եթե չեմ սխալում, գուցե օրերի մասով գուցե սխալում, բայց գուցե շաբաթներ առաջ Իսրայելը ռազմավարական բնույթի արհեստական բանականության ոլորտում ռազմավարական բնույթի համագործակցության համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ։ Եվ բնականաբար դա իր ծավալներով եւ հռչակված նպատակներով շատ ավելի, այսպես ասենք, լայն է, բազմաշերտ է, քան Հայաստանի հետ եղած համագործակցությունը։ Այսինքն, այսպես եթե կոպիտ ասեմ, Ադրբեջանը փորձում է Իսրայելի միջոցով, այո, մտնել ԱՄՆ։ Այո, որովհետև նաև քաղաքական եղանակով, քաղաքական առումով 2025 թվականի հունվար-փետրվարից, երբ որ արդեն բարձր որ Դոնալդ Թրամփի վարչակազմն է, Դոնալդ Թրամփն է հաղթել ընտրությունները եւ Դոնալդ Թրամփի վարչակազմն է Սպիտակ տանը լինելու, նույն Իսրայելի միջոցով, հրեական լոբբիստների միջոցով, Ադրբեջանը փորձում էր իր հիմնական շահերը առաջ մղել, ուրեմն եւ նաեւ ռազմավարական նպատակները եւ ուղերձները հասցնել Դոնալդ Թրամփի վարչակազմին։ Այսինքն Իսրայելը այդ խողովակը որպես այդպիսի խողովակ արդեն իսկ օգտագործվել է, եթե մի քիչ կոպիտ բառ ասենք, Ադրբեջանի կողմից եւ հաջողել է։ Այնուամենայնիվ նույն տրիպը, նույն Հայաստան-Ադրբեջան այս խաղաղության համաձայնագիրը, նույն Միացյալ Նահանգների միջնորդությունը եւ ընդհանրապես այս երրակոմ ձևաչափը ինքը հնարավոր եղավ նաեւ նրանով, որ բացի այն որ Հայաստանի Հանրապետությունն էր հանդես եկել առաջարկներով համագործակցության, Ադրբեջանի մասով էլ ամերիկյան վարչակազմի ուղղված բավականաչափ ակտիվ կառուցչական քայլեր են իրականացվել եւ նույն այդ Աբրահամյան համաձայնագրերի հարցը, երբ որ դեռևս ասենք մի քանի ամիս էր Դոնալդ Թրամփի վարչակազմը արդեն քննարկում են Ադրբեջանին այդ ձևաչափում ներգրավելու մասին, գումարած դրան Ադրբեջան, Իսրայել, Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության կամ անգամ դաշինքի քննարկումը կար եւ այլն։ Իսրայելական լոբիի տարբերություն հայկական լոբիի աշխատում է, որովհետեւ համակարգային է գործում եւ բացի համակարգայինը իրենք ունեն մի նպատակ, մի նշաձող։ Այստեղ ես առանձնացնում իսրայելական լոբին եւ հրեական լոբին, որովհետեւ հրեական լոբին իր ուրեմն նպատակներով, իր գաղափարախոսությամբ եւ մոտեցումներով տարբերում եւ հաճախ հակասում են հրեական եւ իսրայելական լոբիների միջև այդ բաները, նպատակները։ Ինչու՞։ Որտեղ օրինակ Իսրայելի նպատակ, իսրայելական լոբիի նպատակ այս բան Իսրայել պետության քաղաքական օրակարգում եղած խնդիրների լուծումն է, հրեական լոբիի նպատակը ավելի լայն է, այսինքն դեմոկրատական պետության, այսինքն այն պետության հիմքերը, որը ձևավորվել է
որը դրվել է դեռևս 1940-ականների վերջին ստեղծում էր Իսրայել պետությունը, այսինքն դեմոկրատական պետություն, որպես այդպեսին համակարգը պահպանելը եւ ավելի լայն առումով նրա անվտանգության պահպանումը։ Եվ այստեղ բախումներ հաճախ լինում են, հատկապես երբ որ Իսրայելում լինում է աճ ծայրահեղական ուղղության կառավարություն, ինչպեսի ներկայիս կառավարությունը։ Պարոն Պետրոսյան, բավականին երկար ժամանակ հիմնական մեր հարցազրույցի թեմաները, այն հարցերը, որոնք լրագրողները ուղղում էին նյուզմեյքերներին, հետևյալ հարցներ. երբ կլինի պատերազմը, կլինի պատերազմ, թե չի լինի պատերազմ, դա հիմնական մարտահրավերներն են եւ իրոք այդ ամենի համար կային բավականին լուրջ հիմքեր։ Հիմա հարցս այսպեսինն է. մոտ կարճաժամկետ կտրվածքով դուք ինչ մարտահրավերներ եք տեսնում Հայաստանի Հանրապետության համար։ Պատերազմ վստահաբար խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների իրան պատերազմին։ Դա մարտահրավեր է Հայաստանի համար։ Դե բնականաբար մեր տարածաշրջանում ցանկացած ռազմական էսկալացիա, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը շարունակում է լինել մնալ շրջափակման մեջ եւ հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերջնականապես լուծված չեն, դա անգամ միջինից բարձր մակարդակի մարտահրավեր է մեզ համար եւ առնվազն լոգիստիկ տնտեսական քաղաքական խնդիրներ առաջացնելու է, եթե ոչ ասենք շատ ավելի մեծ գլոբալ խնդիրներ, հա։ Իհարկե, եթե շրջափակումը չլիներ, ավելի կառավարելի կլիներ իրավիճակը, բայց հիմա քանի որ կա շրջափակումը եւ Իրանը շարունակում է համար մնալ որպես կարևոր դարպաս դեպի արտաքին աշխարհ, այս առումով շատ չափազանց լուրջ կարևոր հարց է։ Անվտանգային առումով այս բային, քանի դեռ նաև հաշվի առնում իհարկե Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցումները ընդհանրապես ռազմական եղանակով հարցերին լուծումներ տալուն, չեմ կարծում, որ նրանք գնալու են երկարաժամկետ հակամարտության տրամաբանությամբ։ Իսկ եթե չկա երկարաժամկետ հակամարտություն, հակամարտության սցենար, հետեւաբար տարածաշրջանային պատերազմի Կներեք, 12 օրյա պատերազմի կրկնությունը մեզ համար մարտահրավեր է։ Իհարկե մարտահրավեր։ Բայց 12-ը կարծես թե մարտահրավեր չէ։ Դե 12 օր է դրա համար։ Ես ասում եմ այդ լոկալ պատերազմը 12 օր լինում է, բայց դրան օրինակ հետևեց որոշակի ժամանակահատված, մինչև Իրանը փորձեց վերականգնվել եւ պատերազմի հետևանքները ուրեմն թոթափել։ Այդ առումով մենք լոգիստիկ խնդիրներ ունեցանք, մեկ երկրորդը քաղաքական բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնք որոշակի ազդեցություն ունեցան օրինակ թրեպի հետ կապված իրանական արձագանքի առումով։ Բացի դրանից օրինակ նույն Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասով Իրանը ավելի զգայուն է դառնում, Իսրայելի հետ էլի հարաբերությունների մասով ավելի զգայուն է դառնում։ Միանշանակ առաջանում են, այսինքն անկախ հիմա երբ որ մենք խոսում ենք 12 օրյա պատերազմը, դա ուղիղ ռազմական հակամարտություններ։ Այս դեպքում մենք չենք ունենալու նման սցենար, այսինքն եթե լինելու է պատերազմ, ապա դա ունենալու է նաև որպես որոշակի առումով ներքին հետևանքներ նաև Իրանի համար։ Այսինքն նպատակը որն է լինելու այդ պատերազմի։ Կարճաժամկետ նպատակ Իրանին ներկա վարչակարգին դրթել գնալու Միացյալ Նահանգների վերջնագրային պայմաններով համաձայնության, որը ինչպես տեսնում ենք իրանական կողմը այս պահին բացառում է եւ կարծում եմ փորձում է բացառել։ Փորձում է բացառել, որոշակի փոխզիջման տեղեր թողնում են ամենանին, դա սա կարևոր է, որպեսզի այդ հարվածը չլինի, այսինքն հնարավորինս երկարաձգել։ Իսկ երկարաժամկետը արդեն դա երկրի ներսում վարչակարգի փոփոխությունն է, իսկ սա այնուամենայնիվ հարց չի լինելու եւ սա ավելի երկարաժամկետ անկայունություն է հետեւաբար ավելի մեծ մարտահրավեր է մեզ համար։ Այո։ Այդ 12 օրյան ես կրկնում եմ, ինքը պատերազմը ավարտվեց, որոշակի հետևանքներ կային, բայց մինչեւ հիմա էլ ասենք օրինակի համար դա իր ազդեցությունը թողնում է նույն Հայաստան-Իրան հարաբերությունների վրա։ Եվ մեկ եւս կարևոր գործոն կա կապված մարտահրավերների հետ։ Ես Ռուսաստանի ընդհանրապես չեմ դիտարկում այս ցանկում, որքանով ես հասկանում եմ, Ռուսաստանի դերակատարումը գոնե այս փուլում այս հակամարտությունում սահմանափակվում է իրանական հարստացված ուրանի համար որպես բազա ծառայելու։ Այսինքն այս հավանականությունն է դիտարկվում եւ երևի թե Լարիջանի այցը Մոսկվա, որքանով ես հասկանում եմ, այս նպատակներ հետապնդում, բայց կա եւս մեկ գործոն եւ դա Չինաստանն է։ Ես չգիտեմ որքանով է տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում, բայց մոտ 1 շաբաթ առաջ Չինաստանից, որ ինքնաթիռներ էին իջնում Թեհրանում եւ Իրանում,
որոնք բերում են ինչ-որ գերհամակարգեր, նոր համակարգեր, առաջին հերթին օդային պաշտպանության համար։ Չինաստանի հնարավոր մասնակցությունը այս կամ այն կերպով, այս պատերազմում, եթե այս պատերազմը լինի, դուք ինչպես եք սա դիտարկում եւ արդյոք սա չի կարող բերել շատ ավելի մեծ հակամարտություն, հաշվի առնելով, որ Իրանը փաստացի, եթե կարելի է այդպես պատկերավոր ասել, տարածաշրջանում մեծ մրցավոր արևելքում միակ չինական բաստիոնն է։ Ես կարճ պատասխանում, հետո մի քիչ բացեմ։ Տեսեք, թե Ռուսաստանի, թե Չինաստանի համար որևէ կերպ ձեռնտու չէ Իրանում գործող վարչակարգի փոփոխությունը, որովհետև նոր վարչակարգը ինքը արդեն ենթադրելու է ուրեմն աշխարհաքաղաքական առումով նոր Իրան, որը բնականաբար ինչպես որ օրինակ այսօրվա Սիրիան, հա, ինքը ունենալու է շատ ավելի լավ հարաբերություններ արևմուտքի հետ, գուցե նաև ոչ այնքան լավ չասենք դրացիական, բայց գոնե ոչ թշնամական հարաբերություններ Իսրայելի հետ, իսկ այս առումով ոչ Ռուսաստանի, ոչ Չինաստանի շահերից չի բխում, որովհետեւ այստեղ վարչակարգ փոխվեց, հետո երբ որ փոխվեց վարչակարգը, հիմնական համագործակցություններ Իրանի հետ, որոնք ձևավորվել են եւ ռազմավարական առումով ձևավորվել են հատկապես Իրանի այս խոցելի վիճակը հաշվի առնելով պատժամիջոցներ, շրջափակում եւ այլն, սահմանափակումներ, դրանք ըստ էության վերանալու են։ Իսկ այդ վերանալու պայմաններում Ռուսաստանն ու Չինաստանը կորցնելու են իրենց արտոնյալ գործընկերոջ կարգավիճակը։ Եվ սա է պատճառը, որ երկու երկրներն էլ ձեռնատու է խոցելի եւ արևմուտքի հակամարտություն ունեցող Իրանը։ Եվ նրանք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի վարչակարգը Իրանում չփոխվի։ Բայց ուղիղ կոնֆլիկտի Միացյալ Նահանգների եւ բնականաբար օրինակ արևմուտքի հետ կամ ուղիղ աջակցություն եւ ուղիղ ներգրավվածություն այս պատերազմում ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը չեն ունենալու։ Առաջինը, որտեղ նրանք նախ չունեն իրավական որևէ պարտավորություն, եւ երկրորդը դա շատ խնդրահարույց ու բավականաչափ ճահճային էֆեկտով ներգրավվածություն է լինելու նրանց համար եւ շատ վտանգավոր ընդհանուր աշխարհի համար։ Այսինքն Իրանը, եթե մենք այսպես ասենք պատկերավոր, Ռուսաստանի եւ Չինաստանի պատանդն է տարածաշրջանում։ Այդպես է ստացվում։ Չէ, այդքան էլ Իրանը կոպիտ արտահայտություն գուցե անեմ, բայց ձեր հարցի համատեքստում Իրանը Իրանում գործող վարչակարգի պատանդն է եւ դրա քաղաքականության, որից էլ արդեն օգտվում են տարբեր, նույն Թուրքիան չի օգտվում դրանից, իհարկե օգտվում են։ Նույն ենթադրենք մի քիչ ավելի հեռանանք, անգամ Հնդկաստանն է օգտվում Իրանի նման կարգավիճակից, տարածաշրջանի մի շարք երկրներ են օգտվում, այսինքն Իրանի սահմանափակումներից իրենք կարողանում են նույն Սաուդյան Արաբիան, Արաբական Էմիրությունները, Կատարը, իրենք կարողանում են օրինակ իրենց նավթը, գազը շատ ավելի արտոնյալ պայմաններով եւ հարմար գներով վաճառել արևմուտքին եւ այլն։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Պետրոսյան։ Մեր հյուրն էր տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյան, մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։
Մեր եթերը շարունակվում է տեսակապով, Լիբանանից է մեզ միացել Բեյրութի Աստակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ Բարև ձեզ, պարոն Գանտահարյան։ Բարև ձեզ։ Պարոն Գանտահարյան, շարունակվում է բավականին լուրջ, մտահոգիչ իրադարձությունները Իրանի շուրջ, պատերազմական իրավիճակը, պատերազմի վտանգը չի նահանջում, տեղի ունեցած անհասկանալի է մի առաջի հայացքից, երբ որ պայմանավորվում էին եւ կարծես թե արդեն պայմանավորվածություն կար, որ Թուրքիայի տարածքում կլինեն ԱՄՆ-Իրան բանակցությունները, Ուիտկոֆի եւ Աբբաս Արաղչիի միջև հետո պայմանավորվածությունը չեղարկվեց, որոշեցին, որ Օմանում է տեղի ունենալու Մասկատում, մայրաքաղաքում։ Հիմա էլ պարզ չի արդյոք այդ բանակցությունները լինելու են թե ոչ։ Ըստ ձեզ, ո՞րն է հիմնական խնդիրը, որ այս բանակցությունների շուրջ հասկանալի է, որ առևտուր է գնում։ Ինչի շուրջ է գնում առևտուրը եւ ինչու որ հարցում կողմերը չեն կարող գտնել ընդհանուր հայտարար, որ գոնե նստեն սեղանի շուրջ եւ սկսեն բանակցել հիմնական խնդիրների շուրջ։ Այս առումով կարծում եմ շատ ուշագրավ էր Թուրքիայի արտգործ նախարարի հայտարարությունը, նախաձեռնությունը, ինքն առաջադրվելը, որ Թուրքիան լինի միջնորդ, Թուրքիայում անցկացվեն բանակցությունները, բայց այնտեղ գար շատ ուշագրավ ժան, ուրեմն առաջարկ, որ բանակցային ցեվաչափը, այսինքն թեգուզ միջնորդավորված անուղագի, բայց փոխանցագային առումով ուրեմն լինի փուլային։ Եվ Ֆիդանը որոշ փակագծեր էր բացել այն առումով, որ փուլայինը նշանակում էր, որ միայն այս անկրվանին կենտրոնանան ուրեմն միջուկային թղթածրարի վրա։ Հիմնականում, այսինքն կան իհարկե այլ օրագարկային կետեր, աջանցիալ խնդիրներ, ընդհանրապես Իրանի թերը տարածաշրջանի մեջ եւ այլն, ամենայն դեպս երկու մյուս սուր օրագարկերը վերաբերում էին հերահար բալիստիկ հրթիռների ռազմարտյունաբերության սահմանափակմանը եւ ընդհանրապես դադարեցման իրանյան պրոքսի մնացած տարածաշրջանում հենագետերի ուրեմն չեզոքացման Իրանի կողմից օժանդակությունների թատրեցման, ֆինանսավորումների թատրեցման եւ այլն։ Ուրեմն թվում էր, որ երբ որոշվեց, որ Իստանբուլում պիտի անցկացվեն բանակցությունները, աշխատել է Թուրքիայի եւ միջնորդությունը եւ նաեւ բանակցային փոխանցագային ցեվաչափը փուլային առումով։ Մինչդեռ հետո բաց դարձավ, որ Միացյալ Նահանգները բնդում են, որ դա լինի համապարփակ գործարք, այսինքն ներառվեն նաեւ այն մյուս օրագարկային գետերը, խնդիրները եւ աջանցիալ խնդիրները, ընդհանրապես Իրանի տարածաշրջանում ունենալիք դերի վերասահմանումը, վերաիմաստավորումը։ Կարծում եմ, որ ամենախանդավառ, ամենաաշխուժ լրատվությունները այս բանակցությունների դաբալման սկզբնաղբյուրները ուրեմն պետք է բնդրել իսրայելյան լրատվադաշտում, Իսրայելի Թել Ավիվի պաշտոնական խոսափողներ համարվող լրատվական գործակալություններում, բայց ուրեմն նաև պետք է կարծում եմ փորձել հասկանալ այն հանգամանքները, որոնք ուրեմն Թուրքիայից դեղափոխեցին իբրև հարթակ բանակցությունների Օման։ Իդեպ այստեղ երբ Օմանի մասին է խոսվում, պետք է մենք անպայման հիշենք, որ նախապես ուրեմն այդ փուլային բանակցությունները միջնորդավորված, որոնք սկսվել էին Վաշինգտոնի եւ Տեհրանի միջև, դրանք վերջնականին Օմանում էին անցկացվել։ Այսինքն յետ Օմանի վերադառնալը իր քաղաքական հանգամանքները ունենալով հանդերձ կամ այս բանակցությունների փոխանցության օրագարկային գետերի ճշտման այդ արևդուրը իր հերթին, բայց նաև սա խոսում է, կարծում եմ, նաև այդ արգախված բանակցությունների շարքը վերակորձարկելու ուղղությամբ։ Ինչով է պայմանավորված ըստ ձեզ այս պահին այս դադարը, որը փաստացի, որքանով ես հասկանում եմ, ամերիկացիներն են վերցրել
մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ խոսքը գնում է զուտ բանակցությունների արդեն հիմնական բաղկացուցիչների մասին, դուք էլ նշեցիք, դա 3 հիմնական բաղկացուցիչներն են, եթե ես սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք, դա հրթիռաշինական ծրագիրն է, պրոքսիներն են իրանական եւ նրանց ազդեցությունը տարածաշրջանում եւ իհարկե միջուկային ծրագիրը։ Այս խնդիրների շուրջ ընդհանրապես եթե Իրանը գնա համաձայնության այս 3 հարցում, արդյոք սա չի նշանակում, որ այս բանակցությունները շատ լավ խոսք է, իրականում Իրանի կապիտուլյացիան է լինելու։ Այո, որովհետև համապարփակ գործարքը դա է նշանակում, այսինքն ընդհանրապես Իրանի թերի վերափոխումն է տարածաշրջանում իբրև գլխավոր խաղացող եւ այստեղ նաև մենք քիչ առաջ արագ անցանք Թուրքիայի ուրեմն մոդեցումներից, թվում էր, որ այդ նախաձեռնությունը նաև փոխում է Իրանի շահերից, որովհետև կար պայմանավորվածություն, ընդհանուր համաձայնություն Թուրքիայում անցկացնելու, բայց գիտեք այնտեղ նաև Թուրքիայի առաջարկը, որբեսի ուրանի բաշարները Իրանի դեպոխվեն Թուրքիա եւ փաստորեն Թուրքիայի ջիկը Իրանի կողմից հալածվելիք այս ընդհանուր բարաբությունը լրացնելու գլխավոր խաղացողի վերածվելու ոչ միայն կարծում եմ Թեհրանի արգելքներ Թուրքիայում ուրեմն այդ բանակցությունները անցկացնելու կամ Անկարայի թերը ընդգծելու առումով, բայց եթե նկատի ունենանք նաև Իսրայել-Թուրքիա հետզհետե ավելի տեսանելի, ավելի ուրեմն զգալի դարձող մրցակցությունը տարածաշրջանում, կարծում եմ նաև որ դա քոնե առաջի հայացքով բինի չփոխեր նաև Իսրայելի շահերից։ Ուրեմն համապարփակ գործարք ընդեմ ուրեմն փուլային բանակցությունների, եթե մեղը ամբողջ հանգույցը սա է այսօրվա ուրեմն իրավիճակին, բայց գիտեք, խնդիրը այն է, որ փուլայինի հաջորդականությունը, այսինքն միջուկային թղթածրարի շուրջ համաձայնությունը, այնտեղ պիտի գանք չառներ, փուլայինը նշանակում է, որ հաջորդելու է երկրորդ փուլ, երրորդ փուլ եւ այսպես շարունակական։ Եվ ուրեմն ընդհանրապես ամբողջ գործընթացը դա լինի համապարփակ գործարք, թե փուլային գշրույթով, հանգրվաններով բանակցություններ, ի վերջո վաղճանական կետը նույնն է եւ այստեղ չեմ կարծում որ նաեւ Թուրքիայի կամ Իսրայելի պատկերացրած ապակա Իրանի թերագադարության շուրջ շատ մեծ են տարբերությունները։ Այդ առումով նաեւ պետք է փորձել քննարկել եւ ուրեմն ինչպես նաեւ նշվեց ընդհանրապես Իրանի թողած ուրեմն այդ բարաբու, եթե այսպես վակյումի երևույթը լրացնելու առումով եւս կարծում եմ մրցում են եւ Անկարան եւ Թել Ավիվը։ Պարոն Գանդարյան, ես կարող եմ սխալվել, բայց որքանով ես եմ հասկանում իրավիճակը, այն խնդիրը, որը իրենից ներկայացնում է Իրանը բոլորի համար, բոլոր այն երկրների համար, որոնց համար նա խնդիր է ներկայացնում, դա ոչ նրա պրոքսիներն են, ոչ նրա հրթիռաշինությունն է, հրթիռներն են, ոչ էլ միջուկային ծրագիրը։ Խնդիրը իրանական գեղարապետությունն է։ Այս առումով արդյոք Իրանում, ես չգիտեմ, տեղեկատվություն չունեմ, ուղղակի որպես վարկած, չի դիտարկվում հետևյալ տարբերակ Իրանի ներսում հրաժարվել գեղարապետությունից, անցկացնել նոր ընտրություններ, բանակցել Ամերիկայի հետ այս հարցերի շուրջ, բայց պահպանել եւ հրթիռաշինական ծրագիրը եւ միջուկային ծրագիրը եւ որովհետեւ հակառակ դեպքում եթե այդ լինելու է այդ համապարփակ գործարքը, իսկ ԱՄՆ-ն որքանով ես հասկանում եմ փորձում է այդ գործարքը իրականացնել, Իրանը դառնալու է ոչ թե ռեգիոնալ պետություն, այլ ինչ-որ երկիր, անատամ երկիր է դառնալու, ավելի լավ չի իրանական շահերի տեսանկյունից եմ ես ասում, փոխել իշխանության կառուցվածքը երկրի ներսում, բայց պահպանել այդ ատամները։ Ես կարող եմ սխալվել, ուղղակի սա որպես վարկած, այսպեսի հնարավորություն չի դիտարկվում Իրանում։
Ներիրանյան առումով դուք ճիշտ եք միանշանակ, որովհետև ի վերջո նաև Իրանի pedagogan շահերը, անգամ հասարակական մոտեցումները հզոր պետություն, հզոր երկիր տարածաշրջանում գլխավոր խաղացող պետություն ունենալն է եւ սա շատ բնական առաջադրանք է։ Բայց կարծում եմ, որ իշխանապողությունը կամ համագարկային փոփոխությունը կամ գերապետությունից ավելի աշխարհիկ պետություն կամ համեմատաբար ավելի ժողովրդավար գարկեր հաստատելը ընդհանրապես ոչ թե նպատակ է, այլ արտաքին ուրեմն հայացքով եւ դրա համար է ասում, որ պետք է զադորոշել ներիրանյանը եւ արտաքին ուժերի առաջադրածը, որովհետեւ ի վերջո գիտեք նաեւ Սաուդյան Արաբիան խիստ կրոնական օրենքներով գործող պետություն է, երկիր է, որտեղ եւս միապետություն է կամ ոչ ժողովրդավար համագարկ է դրություն է, բայց որովհետև իր արտաքին քաղաքականությունը հիմնովին շատ հագորդյա է Իրանի հետ եւ այս դեպքում այդ առաջադրանքները ժողովրդավարություն, մարդու իրավունք, աշխարհականացում, վերաբերությունից անցում եւ այլն նույն բանջներով չեն ներկայանալ Սաուդյան Արաբիայի նկատմամբ, որտեղ սա կապված է զուտ քաղաքական ուրեմն ասացությունների, շահերի, փոխհարաբերությունների եւ ընդհանրապես անվտանգության կամ ավելի ճիշտ վերահսկողության կոդիների այդ ընդհանուր միջազգային հարաբերությունների բարոնակում դրա համար եմ ասում, որ ներիրանյանը պետք է լրիվ զադորոշել արտաքին ուրեմն հիմնական միջազգային ընտանիքի, այս դեպքում նաև Վաշինգտոնի առաջադրած նպատակներից։ Այսինքն ուզում եմ ասել, որ եթե այս բանակցությունների իբրև արդյունք Միացյալ Նահանգները հասնի իր առաջադրած գեդերին, կարծում եմ երկրորդական կլինի այդ պետության ուրեմն համագարկային էությունը։ Պարոն Գանտարյան, ձեր կարծիքով այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ ուղղակի վարկածներ կարող ենք այսօր քննարկել, բանակցությունները կկայանան թե ոչ, եւ արդյոք այդ բանակցությունները կարող են ունենալ հաջող ավարտ եւ պատերազմ չլինի, կանխարգելելու մասով պատերազմի։ Ես ավելի հակված եմ մտածելու, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, որտեղ իրոք սա բայթունավտանգ է եւ դարաձաշրջանում երկրները չեմ կարծում, որ շահագրգռված են, որ պատերազմը լինի եւ փաստորեն աշխատում են, փորձում են ճնշել Միացյալ Նահանգներին, որ չգնա այդ ընդրանքին։ Բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ շատ հեզասահարթ լինելու է, որովհետեւ փաստորեն շատ երկարադեպ, շատ քաշքշվող, շատ ցկվող, արգախվող, գանկարներ վերցնող բանակցային գործընթաց էր, ինչը նաև արգախվել էին մինչև այդ վերջին պատերազմական գործողությունները։ Ռազմական փախումներ չեն բացառվում իհարկե, բայց ոչ լայնամասշտաբ պատերազմ։ Ամենայն դեպս ես ավելի հակված եմ, որ այս ամբողջ հրետորաբանություն, այս ամբողջ սպառնալիքների էսկալացիան, մակլցողականությունը, անգամ նաև ռազմանավերի, ուրեմն դարաձաշրջան կάδը ընդհանրապես անուղղակիորեն հարթում են դիվանագիտական ճանապարհը, որովհետև նաև քաղաքագիտական տեսություն է, որ բանակցություններից առաջ ուրեմն առաստաղի բարձրացում կլինի եւ գործողությունների եւ նաեւ հայտարարությունների առումով, բայց մեկ բան անպայման պետք է նկատի ունենալ իբրև փաստ, կարծում եմ, որ Իրանը շատ լուրջ հարվածներ ստացավ իր պրոքսիների ուղղություններով, այսինքն եւ Լիբանանում, եւ Սիրիայում, եւ Գազայում, եւ որոշակի առումով Եմենում։ Հիմա նաև ներքին շատ աննախադեպ դարողությամբ խնդիր է դիմակայում, այսինքն արտաքին ներքին հարվածներից հետո բանակցային սեղան հրավիրվող Թեհրանը կարծում եմ նույն դիրքորոշումներով դժվար թե գարենա ուրեմն բանակցել եւ չի բացառվում, որ սա եւս նպատակ է ավելի թուլացած դիրքերից Իրանը բերել բանակցային սեղան։
Դուք էլ նշեցիք, ես շարունակեմ ուղղակի ձեր միտքը, տեղեկատվություն կա, որ 9 արաբական երկրների ղեկավարները խնդրել են Դոնալդ Թրամփին չչեղարկել Իրանի հետ հանդիպումը Մասկաթում եւ կարծես թե Թրամփը հակված է նրանց լսել։ Արդյոք այս միջնորդությունը բացատրվում է նրանով, որ այն սպառնալիքներով, որը Իրանը հնչեցրել է, որ եթե լինի հարված ամերիկյան հարված, իսրայելական հարված Իրանի տարածքին, Իրանը պատասխանվել է տարածաշրջանի երկրների ուղղությամբ, պատասխան է տալու եւ այն ամերիկյան ռազմաբազաներին, որը այդ երկրներում տեղակայված են։ Իրանը իհարկե կարողականություն ունի տարածաշրջանում ամերիկյան հենագետերին, ռազմագետերին ուղղությամբ ուրեմն հարվածներ հասնելու, պատասխանելու եւ դա անշուշտ ուրեմն խոսում է ավելի լայնամասշտաբ փրկումի մասին։ Ի վերջո սա նաև Միացյալ Նահանգների համար ճիշտ է, որ այնտեղ ռազմագայաններ ունի, բայց proxy թրվածք է մեծ հաշվով եւ անպայման որ այդ հատկապես այն երկրները, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմահենագետերը, իրենք ամեն կնով պիտի փորձեն, պիտի աշխատեն, որ չլինի պատերազմ։ Բայց կարծում եմ նաև անգամ այս չեղարկումները կամ չեղարկումների մասին գիսապաշտոնական, դեղ պաշտոնական լրատվությունները, բանակցությունների անցկացման այս չեղարկման լրատվությունները եւս պետք է դիտարկել ընդհանուր ճնշամիջոցային քաղաքականության, որը ի վերջո ուրեմն նպաստելու է բանակցային թիրքերի մի կողմի համար ամրացման, մյուս կողմի համար թուլացման եւ վերստին սպառնալիքներով, ճնշումներով եւ անպայման բանակցային գործընթացը վերակորզարկելու նպատակին։ Պարոն Գանտարյան, եւ վերջում դիտարկենք նաեւ այնուամենայնիվ ամենադեստրուկտիվ սցենարը, եթե լինի մեծ պատերազմ, լայնամասշտաբ պատերազմ, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Գիտեք, եթե փորձենք ավելի գլոբալ քննարկել խնդիրը, այստեղ եւս ուրեմն անգայունությունը, պատերազմի փրկումը չեմ կարծում, որ ի վերջո ավելի կլինեն շահագրգռված պետությունները, քան խաղաղություն ցանկացողները։ Այսինքն, եթե վերցնենք Հայաստանի դեպքում եւ եթե նաեւ ընկալենք այնպես, որ ի վերջո թրիպը Միացյալ Նահանգների համար Իրանի սահմանախատվածները վերահսկելու նպատակն է հետապնդում, բայց գիտեք այդ հաղորդուղիների աշխատելը, ներդրումները եւ բացի ապրանքաշրջանառությունից նաեւ ի վերջո, որովհետեւ եթե պիտի լինի համացանությունը, մեծ համացանությունը, այդ բոլորի դիմաց Իրանը պիտի ստանա իր ապամեկուսացումը կամ ապաշրջապահումը եւ ոչ միայն ապրանքաշրջանառության մասին է խոսքը, այլ նաեւ կարծում եմ էներգետիկ նոր ծրագրերի, նոր հողավաշարերի, որոնք նաեւ այս դեպքում Սյունիքի անով ընկալումով, ասենք, կամ գարկավիճակով այնտեղ բոլորին նոր դարողություն է ստանալու։ Իսկ հաղորդուղիները, էներգետիկ նոր ճանապարհները ենթադրում են խաղաղություն եւ ոչ թե պատերազմ, որովհետեւ սրանով է նաեւ կարծում եմ սրանով է նաեւ պայմանավորված ուրեմն խաղաղության կոնցեպտը կամ խաղաղության մասին նաեւ Միացյալ Նահանգների աշխուժ ներգրավվածությունը, դիվանագիտական աշխուժ ներգրավվածությունը եւ խաղաղություն եւ ուրեմն նման նոր արտահանման եւ արևդրային եւ էներգետիկ առումներով կարծում եմ գայունությունը այս առումով եւս անհրաժեշտ է։ Դրա համար նույնիսկ գլոբալ հայացքով չեմ կարծում, որ մեծ պատերազմը այս հանգրվանին առաջադրանք է Միացյալ Նահանգների կողմից։ Գուցե սխալվեմ, գուցե այլ ուղղությամբ ընթանան սցենարները, բայց եւ միջին արևելյան տարածաշրջանում եւ հարավային Կովկասում
Կարծում եմ այս մայրությամբ կայունություն առաջադրված։ Դա հասկանալի է, պարոն Գանտարյան։ Այնուամենայնիվ, եթե ամենավատ վարկածը դիտարկենք, պատերազմը սկսվեց, մեզ համար ինչ վտանգներով է դա հղի այդ պատերազմը։ Մենք կհայտնվենք վտանգավոր գոտու մեջ, որովհետև ի վերջո նաև այնտեղ բոլոր հաշվարկները կփոխվեն եւ փաստորեն մենք կգտնվենք պատերազմական թիրախային գոտու անմիջական աշխարհագրական անմիջական շրջանակի մեջ եւ այդ դեպքում նաև կարող են ամբողջ գործընթացները հուն փոխել, այսինքն եւ Ադրբեջանը կարող է իր միջանցքային դրամապանության վերադառնալ եւ Անկարան փոխել իր դիրքորոշումը, այսինքն բոլորին այլ սցենարներ կմատկերացվի, որ անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ, բայց ես ավելի հակված եմ մտածելու, որ չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմի նախաշեմին ենք։ Հուսանք, պարոն Գանտարյան, որ ձեր կանխատեսումը կիրականանա, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես նույնպես։ Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով Լիբանանից, Բեյրութի Ազդակ թերթի օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտարյան, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջինի եթերում։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է, որը մեզ միացել է տեսակապով, իրավագետ Արա Ղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղազարյան, հայտնի է, որ Բաքվում ավարտվեց այդ խեղճակտակությունը, որը կոչվում էր դատ մեր հայրենակիցների վրա եւ 15-ից 15 տարուց մինչեւ ցմահ այսպիսի պատիժ է կիրառվել Բաքվի ամենաարդար դատարանը, հարցս հետևյալն է, ըստ ձեզ այս դատավճիռները, որոնք հրապարակվել են, ինչ նպատակների մասին են խոսում, ինչ է ցանկանում այդ ամենով ցույց տալ Ալիևը։ Բազմիցս նշել եմ, շատ կարճ Ալիև ուզում է ցույց տալ, որ այդ Հայաստանն է մղել ագրեսիվ պատերազմ ընդդեմ Ադրբեջանի, միտք ունենալով գրավել Ադրբեջանի տարածքի մի մասը, այլ ոչ թե Ադրբեջանն է մղել ագրեսիվ պատերազմ ընդդեմ Արցախի կամ ընդդեմ Հայաստանի, եւ Հայաստանը, որտեղ ինչ-որ մի պահի նման որոշում է կայացվել, այդ պատերազմի համար օգտագործել է Ադրբեջանի տարածքում գտնվող անօրինական զինված խմբավորումներ։ Ահա մոտավորապես այս նարատիվն է, որ Ադրբեջանը առաջ էր մղում այս դատավարությունից, ուզում էր լեգիտիմացնել այս կեղծ պատմությունը, դրանով նաև հերքելով Արցախի անկախությունը որպես երևույթ եւ դրա իրավական հիմքերը, այսինքն եւ որպես փաստ, եւ որպես լեգիտիմ նպատակ, չէ՞ որ բոլորն էլ գիտեն, որ տեղի ունեցել զինված ընդհարում, զինված բախում, երկու պատերազմ եւ պետք է փնտրել մեղավորներին, որովհետեւ պատերազմն էլ կարող է օրինական լինել, օրինակ ինքնապաշտպանության նպատակով,
Եվ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ իր մղած, որոնք իրենք կոչում են հայրենական պատերազմ, դա ինքնապաշտպանություն էր, քանի որ Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա դեռ 90-ականների սկզբից եւ օգտագործել է իր տարածքում գտնվող անօրինական խմբավորումները։ Հենց մոտավորապես այս կոնտեքստն էին ներկայացնում վկաները եւ մեղադրանքները, որոնք 2 տասնյակից ավել են, եւ պարզ է, որ այս կոնտեքստը ներսի իր հանրության համար է, իսկ դրսում այս արդյունքը չի ընդունվելու, որովհետեւ դատավարության ընթացքը չի համապատասխանել արդարության սկզբունքներին, բայց պատասխանով ձեր հարցից ներկայացրեցի, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը 15 հոգու վերաբերյալ նման դատավարություններով։ Այսինքն դրսում արդյունքը չի ընդունվելու, սա նշանակում է, որ այս փորձը լեգիտիմացնել այն ինչ եղել է Արցախի հետ 20-ից 23 թվականների ընկած ժամանակահատվածում եւ աղավաղել բուն կոնֆլիկտի պատմությունը եւ պատճառահետեւակային կապը, մենք կարող ենք ընկալել եւ ընդունել, որ Ադրբեջանը այս հարցում չի հաջողելու այս դատավարության միջոցով։ Դե, եթե Ադրբեջանը փնտրտուքների մեջ է, թե ինչ միջազգային տրիբունալի դիմի, ինչ իրավական գործիքներով, մենք միջև մատ չենք տեսել, որ Ադրբեջանը դրսևորել նախաձեռնություն եւ առաջինը ինքը դիմացներ, հենց թեկուզ անետ կորածների առումով, ինձ միշտ հետաքրքիր է այդ հարցը, թե ինչու Ադրբեջանը չէր դիմում, որովհետեւ կարծես թե կոնյունկտուրան իր օգտին էր, որովհետեւ հայերն էին համարվում ագրեսոր 90-ականներից սկսած մինչև 2020 թիվը, որովհետեւ իրենք ասում են, որ օկուպացված է իրենց տարածքի 20%-ը եւ կային հազարավոր անետ կորածներ եւ ես միշտ մտածում եմ, թե ինչու Ադրբեջանը միջազգային որևէ ատյանում չի նախաձեռնում որևէ դատավարություն, այլ միայն պատասխանում է Հայաստանի քայլերին, երբ որ Հայաստանն է դիմում միջազգային ատյան, ասենք Մարդուրանք ներողական դատարան կամ Արդարության միջազգային դատարան, նոր Ադրբեջանը պատասխան քայլեր անում։ Ինչու Ադրբեջանը չի կատարել այդ քայլը, վախեցել է, որովհետև Ադրբեջանը հասկանում է, որ չի կարող արդեն կառավարել միջազգային տրիբունալի աշխատանքը, այնպես ինչպես կառավարում էր իր երկրի ներսում դատական դատավարության ընթացքը եւ միջազգային տրիբունալում կարող են իրերը ամբողջությամբ շուրգալ իր դեմ եւ իրենք համարվեն ագրեսոր, որովհետեւ բազմաթիվ փաստեր կա, որ եւ Հայաստանը եւ այլ պետությունները կարող են այդ տրիբունալում ներկայացնել։ Իմ կարծիքով դա է պատճառը, որ Ադրբեջանը միջև մոտ ձեռնպահ է մնացել եւ այժմ հայաստանից է պահանջում ձեռնպահ մնալ եւ ինքն էլ է պարտավորվում ձեռնպահ մնալ միջազգային որևէ իրավական գործընթաց նախաձեռնել։ Կրկնում եմ պատճառը, որովհետեւ Ադրբեջանը պաշտպանվող պետությունից, որ ամրագրվել է այս դատական ակտերով, կարող է դառնալ ագրեսոր, որովհետեւ միջազգային տրիբունալում չի կարող կառավարել վկաների ցուցմունքները, չի կարող կառավարել դատավարություն, չի կարող կաշառել դատավորներին, ինչպես կաշառում է, ասենք, Եվրոպայի խորհրդի պատգամավորներին կամ Եվրոպական միության պատգամավորներին, որտեղ շարունակ սկանդալներ էին բարձրանում, եւ դա է պատճառը, որ Ադրբեջանը բավարարվում է դեռ ներպետական դատարանով ինչ-որ արդյունքներ ստանալ։ Պարոն Ղազարյան, երեք Աբու Դաբիում տեղի ունեցավ սա հետ մրցանակաբաշխությունը, հերթական բանակցությունները, հերթական հավաստիքները, որ երկու երկրները գնալու են դեպի խաղաղություն, հերթական հայտարարությունները։ Եվ ինչպես դուք եք ասում, Ադրբեջանը ցանկանում է ձեռնպահ մնալ միջազգային հարթակներում, դատական ատյաններում այս հայցերից եւ փորձում է անել այնպես, որ Հայաստանն էլ ձեռնպահ մնա եւ Հայաստանը մեծ հաշվով ձեռնպահ է մնում, որքանով ես հասկանում եմ, հաշվի առնելով այս խաղաղության գործընթացը։ Այս ամբողջի համատեքստում եւ պայմաններում այս դատավարությունը, այս թատերական ներկայացումը, այնուամենայնիվ, ասենք թե այդ բաները մտան ուժի մեջ, հա, դատավճիռները Բաքվի դատի։ Իմաստը ո՞րն է դրա, եթե դա ոչ միտեղ չի կիրառվելու։ Դե կիրառվելի է, բայց քաղաքական դաշտում, քաղաքական երկխոսությունում կամ կիսաքաղաքական ինչ-որ պրոցեսներում, բայց մաքուր դատական պրոցեսում ներկայացնել այս դատավարության արդյունքները հեշտությամբ կարելի է հակափաստարկել, որ այս դատավարությունները չեն համապատասխանել արդար դատականության իրավունքի նույնիսկ նվազագույն պահանջներին։ Ուստի մենք ունենք նաև տերմին, որ օգտագործում ենք, պատանդառություն։ Բոլոր դատապարտյալները իրենք պատանդներ են,
որով Ադրբեջանը քաղաքական զիջումներ է փորձելու կորզել Հայաստանի, ճնշում գործադրելու, բայց քաղաքական process-ում, որտեղ ուժերն են հասնում հաջողության, որտեղ ուժերը հավասար չեն, իսկ իրավական գործընթացներում, դատական գործընթացներում էական չէ, թե գերտերությունն է դատվում փոքր պետության հետ։ Դատական process-ը այնպիսին է, որ հենց սկզբ բոլոր երկու կողմերն էլ հավասար վիճակում են գտնվում եւ փոքրիկ պետությունը կարող է հաղթել գերտերությանը։ Դա է պատճառը, որ սովորաբար գերտերությունները, խոսքս վերաբերում նաեւ Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, տեսեք ինչու Միացյալ Նահանգները ինքը նախաձեռնել է միջազգային քրեական դատարանի գոյությունը, բայց չի ստորագրում այդ դատարանի կանոնադրությունը, չի ուզում դառնալ այդ դատարանի մաս, որտեղ վախենում է, որ այնտեղ անդադ պարտություններ է կրելու։ Հենց դրանով է դատական գործընթացը հետաքրքիր եւ տարբերում քաղաքական գործընթացից։ Դատական գործընթացներում, եթե խոսում ենք անաչառ եւ անկախ դատարանի մասին, իսկ միջազգային տրիբունալներին մենք մոտենում ենք նման կանխավարկածով։ Այստեղ պարտված պետությունը, ռազմի դաշտում պարտված պետությունը կարող է հաղթել ռազմի դաշտում հաղթած պետությանը։ Հենց դա է պատճառը, որ ագրեսիվ պետությունները, ագրեսոր պետությունները իրենք չեն սիրում իրավական գործընթացները, չեն սիրում դատարան գնալ, որտեղ այնտեղ կբացահայտվի այդ իրենց սուտը, իրենց ագրեսիվ կեցվածքը, որտեղ այնտեղ դատարաններում գործում է օրենքի գերակայությունը եւ ոչ թե հաղթողին ամեն ինչ կանխավարկածը։ Պարոն Ղազարյան, եթե այս տրամաբանությունը շարունակենք զարգացնել, արդյոք մենք չենք կարող հույս ունենալ եւ սպասել, որ այս բոլոր մարդկանց նկատմամբ այս դատավճիռները կիրառվում են, վաղ թե ուշ կիրառվելու է նաեւ համաներում։ Որովհետեւ իր նպատակներին, ինչպես դուք ասում եք, Ալիևը արդեն հասել է։ Դե սովորաբար համաներումները ՑՄԱ դատապարտյալների նկատմամբ չի կիրառվում, կամ էլ դրա համար հսկայական լոբիստական աշխատանք է պետք երկրի ներսում, բայց եթե այդ երկիրը ազատ երկիր է, ոչ Ադրբեջանի մասը, ուստի ավելի ճիշտ կլինի խոսել ներման մասին, որ արդեն նախագահի մենաշնորհն է։ Այո, նախագահները միշտ էլ կարող են ներում շնորհել ցանկացած անձի, նույնիսկ միջազգային բնույթի անցագործություն կատարած անձած, դա տեսականորեն միշտ էլ կարող է տեղի ունենալ, սակայն դա չի ենթարկվում իրավական գործընթացներին, չի ենթարկվում իրավաբանության տրամաբանությանը, որտեղ կրկնում այստեղ գործում է նախագահի բացարձակ հայացողությունը, որևէ մեկին ներում տալ, թե ներում չտալ։ Դա օրենքի գերակայության բաղադրիչը այստեղ չի աշխատում։ Հետևաբար մենք կարող ենք միայն հույս ունենալ, որ այո, մի օր ներում կշնորհվի։ Կամ գուցե որոշ մեղմացում, ասենք ռեժիմի մասով համաներում տարածվի։ Սա արդեն քրեական իրավունքին է վերաբերում։ Այսինքն դա կարող է լինել բացառապես հերթական առևտրի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդյունք, երբ որ Հայաստանը միգուցե նաեւ ինչ որ հարցերում զիջումների գնա Ալիևին եւ Ալիևը այդ ներումը շնորհի։ Այո, բայց ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ քաղաքական գործընթացներ Ադրբեջանում կլինեն, գուցե ինչ-ինչ ներքաղաքական գործընթացներ կլինեն։ Միայն կարող եմ ասել, որպես իրավաբան, որ իրավական հիմքերը միշտ էլ կա։ Պարոն Ղազարյան, երեք մի իրադարձություն է տեղի ունեցել, բավականին հետաքրքիր։ Ֆրանսիայի սենատը մի բանաձև է ընդունել, որով կոչ է արել Ադրբեջանին ազատել բոլոր հայ գերիներին եւ պատանդներին։ Երկու հարց ունեմ այս համատեքստում։ Առաջինը հետևյալն է, որքանով է այսպիսի բանաձևերը նպաստում այսպիսի գործընթացներին, այսինքն հայ գերիների ազատմանը, որքանով սա կարող է ազդեցություն ունենալ, եւ օրինակ այստեղ կապ չեք տեսնում այսօրվա այս դատավճիռի եւ երեկվա բանաձևի միջեւ, որովհետեւ տպավորություն է ստեղծվում, ես կարող եմ սխալվել, որ Ալիևը ուղղակի պատասխանել է այդ բանաձևին հենց այսօր հրապարակելով այդ դատավճիռները։ Այսինքն հակառակ էֆեկտ է դա ունեցել։ Հնարավոր է, դե դատարանները վակուումում չեն գործում, դատական գործընթացների վրա հանրային կարծիքը ազդում է, սակայն դա, եթե մենք գործ ունենք ազատ պետության հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, դա լիովին կառավարելի դատավարություն է, շատ հնարավոր է, որ դա եղել է ուղղակի արձագանքը
ասենք Ֆրանսիայի օրենսդիր մարմնի այդ որոշման։ Հնարավոր է դա երևի քաղաքական վերլուծաբանները խորը վերլուծան արդյունքում կապը տեսնեն։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Ղազարյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ տեսնում ես։ Մեր հյուրն էր իրավագետ Արա Ղազարյանը, նա միացել էր մեզ տեսակապով, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսպեսին էին այսօրվա մանրամասները, կհանդիպենք։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։